Հարցումներ չունեք։ Ոչ։ Շատ լավ։ Միայն թե 7 հոգի ենք միայն հիմա, որ նշանակի, որ միայն 4 հոգի եք սովորողներդ, որ միացել եք և սպասում եք, որ մույսները միանան։ Եվ հարցս, որ այդ 4 հոգիներին ուզեմ դալ, այն է, որ այդ նամակը, որ գրեցի, արդյոք կարդացիք դուք 4-դ։ Այո, իհարկե կարդացինք։ Մշտաբել։ Բայց քանի հոգի կարդաց։ Միայն դուք է որ պատասխանեցիք մույսները, մույսերը հոգիները չպատասխանեցին, որ նշանակում Բարի չէին երեկո։ արտասը։ Ես նոր Բարի միացա, ճիշտն ասած չեմ լսել Հայր Անտոն, ինչի մասին էր խոսքը։ Նամակ, որ գրած եմ, կարդացել ես։ Երեք որ ուղարկեցին, այո, կարդացել եմ։ Այո, ես էլ եմ կարդացել։ Դեռս կան անցիկ, ովքեր չեն պատասխանում։ Ուրեմն, նամակը կարդալը մի բան է, իսկ նպատակը, ես ասում եմ, որ մեր այս դասընթացի նպատակը ինչ է, իսկ իմ նպատակը ինչ է, որ ես այդ տողերը գրած եմ։ Դրամ անդրադառնալուց առաջ կհուսամ, որ երբ որ ուշ եք գալիս կամ չեք պատահում է, որ չեք միանում, դուք ժամանակ շինում եք, որովհետև ժամանակ չունենք, ոչ մեկ ժամանակ չունի, ժամանակը պիտի շինենք, եթե մի բան մեզ համար կարևոր է, ժամանակ պիտի շինենք, որովհետեւ կարողանանք հետևել եւ անել ինչ որ պետք է։ Ուրեմն ժամանակ շինեք, որ լսեք այդ անցյալի դասախոսությունը կամ իմ խոսքի արձանագրությունը, ձայնագրությունը։ Եվ նաև, որ կասեմ, որ կարդացել եք նամակը, այնտեղ երկու բան կար, մեկը դա, որ դեղեցություն էր տալիս, որ մենք պիտի ունենանք մի հանդիպում Գյումրիում մայիսի սկիզբը եւ մյուսը թե ինչ է մեր նպատակը այս հանդիպումների համար ոչ թե 82-ի հանդիպումը, այլ հիմա այս երեկոների հանդիպումը ինչ է նպատակը։ Ուզեմ ասել, որ նպատակը, իմ նպատակս այն է, որ այս կրոնակիտությունը գիտելիքների հավաքածու չէ։ Մեր ցանկությունը ոչ թե պիտի նայենք, թե ինչ օրենք կա, ինչ չի կա, կամ նույնիսկ այս կամ այն խորհուրդը հասկանալը, որովհետև այդ ամենը այո, պետք է որ լինի, իսկ փուն նպատակը միայն մեկ է, որ երկրորդը չի կա։ Աստծուն մոտենալը։ Աստծուն մոտենալը այո։ Նույն բանը ես կսեմ, տարբեր բառ գործածելով Աստծուն հանդիպելը։ Եվ սա է ամենահեշտ եւ ամենադժվարը մեր կյանքի մեջ։ Աստծուն հանդիպել։ Աստված ինչպես մեզ այդ կհանդիպի։ Եթե շիտակ ձևով կարողանանք հասկանալ, եթե ցանկանում եք շիտակ ձևով հասկանալ, պետք է աշխատենք հասկանալ
մեկ բառ երեք լեզուներով, որ է եբրայերեն լեզվով դաբար բառն է, դաբար, իսկ հունարեն լոգոս եւ հայերեն բան։ Եվ մենք ընդհանրապես գործածում ենք բան բառը որպես մի առարկա, մի բան, բայց գրաբարի մեջ բանը օգտագործում ենք որպես գիտություն, որպես խոսք։ Դաբար ավելի հստակ խոսք է իրականության մեջ։ Ուրեմն լոգոսալ գիտություն է եւ խոսք է։ Լոգոս բառը հունարեն մի բառ է, որ օգտագործվում է եվրոպական բոլոր լեզուների մեջ։ Երբ որ թեոլոգոս ասենք, թեո աստված լոգոս գիտություն, աստվածագիտություն։ Ամեն անգամ որ լոգոս կա վերջավորության, եւ նաեւ անգլերենի մեջ է psychology, log, այդ բանը նորեն հոգեբանություն, նաեւ տեսեք հոգեբան։ Անգլերենը psycholog, astrolog, astrologը, astrology աստղագիտություն է, onde բան գործածում է գիտություն են գործածում։ Ուրեմն մեր բարերի մեջ երբ որ ունենք բան վերջավորության, սա նշանակում է գիտություն, սա նշանակում է խոսք։ Եվ Աստծո համար Աստված մեկ խոսք ունի։ Եվ այդ խոսքը Սուրբ Երրորդյան երկրորդ անձն է, որ մարմնացավ, մարդացավ։ Ուրեմն այդ խոսքն է, որ մենք պիտի լսենք։ Եվ պիտի լսենք ոչ թե մեր ականջներով, այլ սրտին մեջը։ Եվ սրտին մեջը այնքան բարձր պիտի խոսի, որ մեր ականջները եթե լսեին, ավելի թույլ պիտի լիներ, քան ինչ որ մենք պիտի լսենք մեր սրտի մեջը, մեր հոգու մեջը, Աստծո խոսքը։ Եվ պիտի հասկանանք եւ պիտի տեսնենք այդ խոսքի գեղեցկությունը, այդ խոսքի շքեղությունը, այդ խոսքի կարողությունը։ Սա որքան գեղեցիկ մի բան է, որ հանդիպենք եւ հասկանանք, որ այդ խոսքը Սուրբ Երրորդյան երկրորդ անձը, որ մենք ճանաչում ենք նրան որպես Հիսուս, մեզ սիրում է անհունորեն, անձայրածիր սիրով եւ խենթիպես սիրահարված է մեզ մոտ։ Ես արժանի եմ ամեն սեր, ճշմարիտ սեր, որ գասա շարքիս վրա, երբ որ սիրված եմ, եւ մեկ երբ ինձ սիրում է, ես երբեք չեմ զգար, որ ես արժանի եմ այդ սիրուն։ Բայց այդ անձն է, որ իմ արժեքը բարձրացնում է եւ ինձ արժեք է տալիս իր սերը հայտնելով։ Եվ ես էլ երբ սիրում եմ մեկումը, նույն ձևով ես այդ անձը ավելի բարձրացնում եմ, գնահատում եմ եւ դրա արժեքը բարձրանում է։ Եվ երբ որ ճշմարիտ է սերը, ես պատրաստ եմ իմ կյանքս տալու այդ անձի համար, որովհետև սիրված եմ այդ անձից։ Որովհետև բոլոր հարաբերությունների մեջ ամենակարևորը դա չէ, որ որքան ես եմ սիրում, այլ որքան ես սիրված եմ։ Այդ երիտասարդը, որ կհանդիպի մեկին, տղան, որ կհանդիպի աղջիկան, աղջիկը, որ կհանդիպի տղուն, երբ որ դունը դառնա
Եվ ինքն իրեն ասե, որ ես սիրահարված եմ, ես սիրում եմ։ Ուրեմն այդ անձը իրականության մեջ է դժբախտ անձ է։ Բայց երբ որ այդ անձը երբ դուն գկա ցտեսությունը սերեն հետո եւ կզգա որ սիրված է ամենաերջանիկ անձն է եւ պատրաստ է ամեն ինչ անելու մեկ կողմեն եւ մյուս կողմեն կուզե ավելի եւ ավելի եւ ավելի ճանաչել այդ մյուս անձը սա է մեր գրոնակիտությունը այս ամենը մտածեցի ցեզի հաղորդել անցյալ մեր վերջին հանդիպումին մեջ երբ ասվեց որ եթե այսպես խորը երտանք մենք պիտի ձեռանանք խնդիրը չեմ գիտեր դուք պիտի ձեռանաք կամ ոչ այս ուղղությամբ բայց ես հավասիկ այո 80 անց եմ եւ ամեն օր կուզեմ ավելի եւ ավելի սովորել ամեն օր կսիրեմ գարտալ եւ գարտալ եւ գարտալ եւ աղոթել եւ ավելի մոդենալ Հիսուսին ինչու որտեղ ինքը ինձ սիրում եմ սիրահարված է ինձ մոտ ես արժանի եմ ոչ բայց ինքն է որ ինձ արժեք տալիս է ուրեմն հավասիկ մենք 10 օրեն 10-11 օրեն պիտի դոնենք Հիսուսի հարությունը բայց հարությունը դոնելուց առաջ անշուշտ մենք պիտի դոնենք նրա չարչարանքը մահը խաչը տաղումը պետք է մտածենք խաչի մասին Ռաքելական եկեղեցին կնախընտրե միայն խաչը առանց խաչելության ասելով որ Հիսուս հարություն արավ այլևս այդ խաչի վրա ցնել պետք չի բայց կաթողիկ եկեղեցին ուզե որ մեր խորաններին վրա մենք անպայման ունենանք մանավանդ պատարագի ժամանակ ունենանք խաչելությունը Հիսուս խաչի վրա եւ այդ դիտենք նորեն եւ նորեն ինչ է խաչը եւ ինչպես որ Սուրբ Պողոս խոսում է եւ ասում է իր քաղաքացիների նամակին մեջ վերջավորության ասում է ես ցանկանում եմ ճանաչել միայն խաչալ Հիսուսին խաչալ Հիսուսը ամենակարևորն է իրեն համար եւ անշուշտ ինչ է իմաստ այդ խաչին խաչը որ Հիսուսի ժամանակ իսկապես ամենա ստորին մահապատիժն էր բայց մենք չենք ուզում մտածել պատմության մեջ գիտեք եղել են սուրբուհիներ մանավանդ սուրբեր չեմ գարտացած բայց սուրբուհիներ որ մտածում են թե Հիսուս որքան ֆիզիկապես դարաբեց ինչ դարաբեց քանի հարված զարգին քանի գտիլ արյուն տապեց ինչ անոնք ամենը մարդիկ ասած են կրնան արծեվել մտածել բայց ինձի համար այդ Հիսուսի չարչարանքը ամբողջովին դարբեր ծովի ես կնայեմ ես կտեսնեմ Հիսուսի չարչարանքը որպես իր սիրո արտահայտությունը այո շատ դարաբեց իսկ դարաբանք ինչու որովհետև սերն է որ նա ցանկանում էր մեզ ցույց տալ կդարյալ սեր եւ ինքը ասում է ավելի մեծ սեր չկա քան դալ քո կյանքը ուրիշի համար սա է սիրո ամենամեծ արտահայտությունը սա է ամենամեծ նշանը որ մենք սիրում ենք
Ուրեմն Հիսուս խաչի վրա մահը ընդունելով ցույց է տալիս իր սերը։ Եվ կարող ենք մենք սխալ մտածել եւ ասել, որ Հիսուս գիտեր։ Եթե Հիսուս գիտեր, ուրեմն այդ ամեն իր ռացը միայն դերասանություն էր, բայց ոչ դերասանություն չէր։ Անվանդ երբ խաչի վրա ասում է, որ Էլոհիմ, Էլոհիմ, լամա սաբակտանի, Աստված իմ, Աստված իմ, ինչու լքեցիր ինձ։ Սա դերասանություն չէ։ Եվ սա չեն կրնար հասկանալ եւ միշտ պիտի մտածենք սրա մասին։ Եվ մտածելու համար կարևոր է, որ մենք մտածենք հավիտենականությունը, որ հավիտենականությունը ժամանակեն դուրս է, ժամանակի հետ կապված չէ, երկար ժամանակ չէ, անվերջանելի ժամանակ չէ, ժամանակ չէ, վերջագետ։ Ուրեմն, հավիտենականությունը ամբողջովին տարբեր մի բան է, եւ այսօր բարձ օրեն ոչ էլ փորձեք ուրիշներուն բացատրել, աշխատեք դուք հասկանալ ինչ որ հիմա ես ձեզ պիտի ասեմ։ Եվ եթե չհասկանալ, կարող եք տապել, բայց կարող եք նաև նորեն եւ նորեն աշխատել, ինչեւ որ ավելի հասկանալ։ Եվ ձեզ օգնեմ, որովհետեւ ես ձեզ հետ վարվում եմ որպես անցիկ, ովքեր իրապես չափահաս են, ոչ թե միայն տարիքով, այլ նաև մտածելակերպով։ Դուք չափահաս եք։ Ուրեմն, երբ որ նայում ենք հավիտենականությունը եւ նայում ենք Հիսուսի ճարճարանքը, Հիսուսի մահը, մի քիչ շեղվեմ, բայց առանց շեղվելու, գիտեք, չեմ գիտեր եթե լսած եք Ավիլայի Սրբույթ Տերեզան, որ ապրած է ասկե 500 տարի առաջ։ Ով մեկ լսած է դրա մասին։ Այո։ Okay, լավ։ Սրբույթ Տերեզան երկրություններում էջամ հայտնում է, որ ինքը աղոթում է հուտայի համար, որպեսզի հուտան դարձիկա։ Հիմա երբ որ ձեզ ասպարեր ասեցի, անշուշտ ձեզի համար սա անհետեթություն է, չէ՞։ Վերջացած է ամեն ինչը։ 2000 տարի անցած է։ Տերեզայի ժամանակ 1500 տարի անցած էր, բայց ինքը շարունակում էր, այդ ժամանակ ինքը աղոթում էր հուտայի համար, որովհետև Աստծո կով ժամանակը գոյություն չունի։ Հավիտենականություն է եւ Աստված գիտի, միշտ ոչ թե գիտեր, այլ գիտի, թե մարդիկ ինչ աղոթել են, պիտի աղոթեն եւ աղոթում են։ Այս ամենը Աստված գիտի, իրեն համար բոլորը ներկա է եւ Աստված եթե ոնդեղ բավական աղոթք լինի, ինքը կարող է բավական շնորհք տալ այդ անձին, որպեսզի այդ անձը հավիտենականություն անցելուց առաջ ընդունի Աստծո շնորհը զղջալու եւ ընդունելու Աստծուց ներողություն։ Սա բավականին դժվար մի հասկացողություն է, իսկ մյուս կողմեն սա կարող է լինել չափազանց կարևոր մի բան մեզանից յուրաքանչյուրի համար, որովհետև մենք բոլորս ունենք ազգականներ եւ նաեւ մեր նախահայրերը։ Արդյոք մեր նախահայրերը որքանով
քրիստոնյային, որքանով լավ կյանք ապրել են։ Ուրեմն մենք եթե հիմա աղոթենք մեր հանգուցյալների համար, եւ եթե բավական աղոթենք եւ շատ աղոթենք մեր հանգուցյալները, ստացած պիտի լինեն իրենց մահվանից առաջ, ստացած պիտի լինեն պետք եղած շնորհքը զղջումի։ Եվ զղջումով ընդունեն շնորհքը բրգության։ Ինձ իմից եք, որ սազներուս մասին հարցում չունիք։ Միս եք, որ շատ բարձ բացադրում եմ եւ ամեն ինչ հասկացաք։ Չեք կնար ամեն ինչ հասկանալ։ Ես ձեր մտքին մեջ շատ բաներ կա եւ կարող եք ասել, որ ես համամիջ եմ Հայր Անդոնի հետ, կերտամ ուրիշ վարդապետի հետ կխոսիմ, դեր հայրի հետ կխոսիմ եւ ինք ավելի լավ կբացատրեմ։ Բայց ինչ որ ես ձեզ ասում եմ, միայն իմը գաղափարս չէ։ Ձեզ ասեցի Սրբի Տերեզայի մասին։ Եվ նույնն է բոլորին համար։ Աստծո կով անցյալ, ներկա, աբարնի չկա։ Կա միայն հիմա։ Հարցում չունիք, բայց բացատրություն գուզեք, որևէ մի կետի մասին։ Հայր Անտոն, ես այսօր միամ նախադասություն էի առանձնացրել, որ ձեզի հարցնեի մի փոքր այդ վերաբերյալ բացատրություն տայիք։ Լսում եմ։ Հակոբոս 4:4 գրած է շնացողներ, չգիտեք, որ աշխարհի հանդեպ սերը Աստծո դեմ թշնամություն է։ Արդ ով ուզում է աշխարհին բարեկամ լինել, իրեն Աստծուն թշնամի է դարձնում։ Այդ նախադասության մասին կուզեի մեկ խոսայիք։ Չեմ հասկանալ։ Որովհետև շնություն բառը չես հասկանալ։ Շնություն ինչ Այսինքն կնշանակի։ դիմոն շնացողներին է վերաբերվում, մեզ դիմոն շնացողներին կվերաբերվի, Շնություն բառը ինչ կնշանակի, չես գիտեր։ Լսե, որ բացատրեմ։ Եկեղեցու հասկացողությունը, Հիսուս եւ եկեղեցին մի միություն է, մի զույգի միություն է։ Եկեղեցին Հիսուսի հարսն է։ Okay, ասկա մտքիդ մեջ դեր։ Եվ նաև 5 դագարանին մեջը կարդում ենք քանի մարգարեներ, որ խոսում են հրյա ժողովրդի մասին, որպես շնացողներ, որովհետև իրենք ուխտ կնքեցին Աստծո հետ, բայց թողեցին ճշմարիտ Աստվածը եւ գնացին տարբեր ճասվածների ետևից եւ մարգարեների համար սա շնություն է։ Շնություն կնշանակի անհավատարմություն, որովհետև Աստված սկզբեն երբ որ ստեղծեց մարդը, մարդուս հետ այդ միության պայմանակիր չէ, միության խորհուրդը ստեղծեց եւ այդ միության խորհուրդը, որ Աստված ստեղծեց մարդուս հետ, մարդս նորեն եւ նորեն հեռացավ Աստծուց, տարբեր ճասվածների ետևից գնաց։
եւ սա Աստվածաշունչը դեսնում է որպես շնություն, այսինքն անհավատարմություն, ինչպես որ տղամարդը կամ կինը անհավատարիմ գլա ամուսնության մեջը նույն ցևով, բայց ոստեղը այն է որ Աստված միշտ հավատարիմ է, ժողովուրդն է որ հավատարիմ չէ, ժողովուրդն է որ անհավատարմության մեջը շնանում է, սա է իմաստը, եթե Հակոբոսի խոսքերը իմաստը այն է որ եթե մենք Աստծուն հետ մեր հարաբերությունը շիտակ չէ, ուրեմն մենք շնանում ենք, մենք որովհետև մեր մգրդության միջոցով մենք միացանք, եղանք Հիսուսի մարմնի անդամներ, եւ եթե մենք Հիսուսի մարմնի անդամ լինելով սխալ բաներ ենք անում, ուրեմն մենք շնանում ենք, սա է շնության իմաստը, եւ ինքը ոչ թե խոսում է այդ մարդկանց մասին, ովքեր իրենց կանանց, իրենց ամուսիններին անհավատարիմ են, այլ անհավատարիմ Աստծո, անհավատարիմ Հիսուսի։ Սա է իմաստը, բայց այսօր մենք սրա մասին չէ որ խոսում ենք, ուզեմ ավելի լավ հասկանանք այդ ժամանակի եւ հավիտենականության իմաստը եւ խաչի իմաստը այդ ամենի մեջ է։ Հայր Անտոն, Ասում ես եմ, աղոտ հասկանում եմ այդ գաղափարը, բայց որ դուք կրկնեք նորից ասեք, շատ անգամ ավելի ընկալելի կլինի։ Քրիստոսը հենց ժամանակից դուրս պետք է գար այս աշխարհ, որպեսզի կարողանային փրկվել նաև Ադամ ու Եվան, որ այդքան տարիներ առաջ, հազարավոր տարիներ առաջ անդին էին, անցյալում էին, կամ նրանք, որոնք հիմա այժմ ներկա են, կամ նրանք, որ պիտի դեռ ապրեն։ Հենց այդ ամենամեծ խորությունն ու իմաստն այն է, որ ինքը հավիտենական անժամանակ տեղից է եկել ու դրա համար ստացվում է, որ դրա համար է, որ հասարակ մարդու զոհաբերությունը չէր կարող որպես փրկություն լիներ, պետք էր որ անպայման անժամանակից գար։ Այո, ինչ որ ասում ես, սա չափազանց մոդիկ է եւ ինչ որ մենք արտում ենք նրա մասին, եբրայեցիների ուղված նամակին մեջ է։ Նա ասում է, որ այդ կանայբետները, որ կային 5 դարականին մեջը, նրանք բոլորը մեռնում են եւ ուրեմն զոհ նորեն եւ նորեն, բայց Հիսուս մեկ անգամ ընդմիշտ իր զոհը ներկայացրեց հավիտենականության մեջը հորասուզուն եւ այլևս կարիքը չկա ուրիշ զոհ ներկայացնելու, ինքը ներկայացրեց, բայց չէ ներկայացրեց եւ նաեւ ներկայացնում է, նաեւ ներկայացնում, ուրեմն այդ ինչ որ ինքը հավիտենականության մեջ անում է, ժամանակից դուրս է անում, ժամանակի հետ գործ չունի, ժամանակի մեջ հետ գործ չունի, ինչ որ Հիսուս արեց վերջնական է, իսկ ինչ որ Սուրբ Պողոս մեզի երբ երեք տեղ կարևոր բաներ է ասում, Կողոսացիների նամակի առաջին գլխի 24-րդ նախատեսությունը դարտում ենք, այժմ ինքը իր մասին խոսում է, Պողոսը, այժմ ուրախ եմ ձեզ համար գրած իմ չարչարանքների համար եւ լրացնում եմ իմ մարմնի մեջ Քրիստոսի նեղությունների բագասը իր մարմնի համար, որը եկեղեցին։ Այսեք նորեն գարտամ եւ այժմ ուրախ եմ ձեզ համար գրած իմ չարչարանքների համար եւ լրացնում եմ իմ մարմնի մեջ Քրիստոսի նեղությունների բագասը իր մարմնի համար, որը եկեղեցին։ Ուրեմն այսօր կարող է որ Հիսուսի զոհաբերությունը բավարար չլինի, մեջ բամը բագաս է, որ մենք պիտի լրացնենք։ Ոչ,
Հիսուսի ամբողջ այդ մեկ արարքի մեջը Հիսուսի ամենաբզիկ շարժումը բավարար է, որ ամբողջովին բավարար է, բայց այսօր մենք երբ որ խոսում ենք Հիսուսի մարմնի մեջ, հարուցյալ մարմինը, որ այս աշխարհի վերջավորության լման գլինի, բայց հավիտենականության մեջը այդ ժամանակը գոյություն չունի։ Ուրեմն ինչ որ ինքը իր մարմինի մեջը գրում է, ինքը հասկանում է, որ այդ մաս է կազմում Հիսուսի ճարտարանքին։ Եվ երբ որ սա շիրակ ձևով կհասկանանք, ուրեմն մենք այսօր մեր բոլոր ցավերը, մեր բոլոր խնդիրները, մեր բոլոր հուսախաբությունները, հուսահատությունը, այդ ամենը մենք կարող ենք նվիրել միացնելով Հիսուսի ճարտարանքին, Հիսուսի խաչին։ Եվ այդ ամենը նաև ես շատ անձնական այդ երևումներին, որ անցիկ կսան, որ Հիսուսին դեսան Մարիամ ասվածը, ես անոնց շատ կարևորություն չեմ դա, բայց եւ այնպես Հիսուս ասել է մեկ հոգի, որ հիմա միտքս կուկա, Թերեզա Նյուման, մի բան է, Գերմանուհի է, եւ իր կյանքի մասին մենք բզի կրկուկ ունենք։ Ուրեմն Հիսուս իրեն ասում է, որ մեր աղոթքները հիմա իր ցավը բացեցնում են, կամ այդ ժամանակ, երբ որ ինքը խաչը գրում էր, ճարճարվում էր, ուրեմն իր ցավը, իր տարաբանքը, իր գրածը Աստված այդպես անում էր, որ այդ ամեն լավ բաները, որ պիտի լինեին, եւ վատ բաները, որ պիտի լինեին, այդ ամենը Հիսուս գրում էր այդ իր ճարտարանքի եւ խաչելության մեջը։ Սա երկար մտածել պետք է։ Մինչև որ ես կարողացա հասկանալ, շատ երկար դնեց։ Բայց Սուրբ Գրքի մեջ գասա նաեւ միշկոմեն Սուրբ Օսնորեն Հռոմեացիների ուղղակի նամակին մեջը գրում է 13-րդ գլուխ առաջին նախատասությունը աղաչում եմ ձեզ եղբայրներ ողորմությամբ Աստծո որ պատրաստեք ձեր մարմինները որպես զոհ կենդանի սուրբ Աստվածահաճո այդ է ձեր բանական պաշտամունքը Օրենգարտամ աղաչում եմ ձեզ եղբայրներ ողորմությամբ Աստծո որ պատրաստեք ձեր մարմինները որպես զոհ կենդանի սուրբ Աստվածահաճո այդ է ձեր բանական պաշտամունքը Ուրեմն պաշտամունքը միայն Հիսուսի պաշտամունքն է որ ընդունել է Աստծուն մերը երբ որ միանում է Հիսուսին եւ Հիսուսի պաշտամունքը մեկ հատ է հավիտենականության մեջ է ուրեմն ոչ սկիզբունի ոչ վերջը եւ սրա համար շատ աստվածաբաններ կասեն որ նույնիսկ եթե Ադամ եւ Եվան մեղք չգործեին Հիսուս պետք է աշխարհ գար եւ նույն ձևով չէ կարելի տարբեր ձևով բայց աշխարհ պիտի գար եւ ինքն է որ պիտի մատուցեր պետք եղած պաշտամունքը եթե մեղք գործված չլիներ զոհ պիտի չլիներ ինչպես անասունները մորթվում էին եւ տարբեր ձևով պիտի լիներ այդ պաշտամունքը որովհետեւ ինչ որ Պողոսն ասում է ծոր բանական սա է մեր բանական պաշտամունքը երբ որ մենք ընդունում ենք մեր կյանքին մեջը մեր առօրյա կյանքին մեջը մենք ընդունում ենք Աստծո կատարյալ գամքը մեր կյանքի համար այսօր եթե կարողանայինք ես կարող եմ ձեզ ասել որ ես բավականաչափ հաջողվում է իմ մոդս
որ ես ամեն վարքյան ինչ որ ուզե թող բադահի, ինչ որ ուզե թող բադահի, այդ ամենը ես ընդունում եմ եւ լավը եւ վադը եւ դժվարությունները եւ ցավությունը ցիս այլևս բայց միան այսօր չէ ահագին դժվարություններ են որ անցել եմ կյանքիս մեջ այդ ամենը Հիսուսին ասել եմ ինչպես որ գուզես ինչ որ գուզես ես ամենը ընդունում եմ երբ որ ճշգրիտ ժողովները իրենք մտահոգ էին ասեն ես մտահոգ չեմ գրնար մտահոգ լինել եւ քանի օքիներ գա որ ինձ ասեցին հայրան դու անտուն ընտանիք չունիս դու կյանքդ ապրել ես ինչ տարբերություն քեզի համար զասնի դասեք բայց իրականությունը միայն այն է որ ես Աստծո շնորհքով Աստծո օգնությամբ այշուշտ կարողանում եմ ընդունել ամեն օր ինչպես Մար Տերեզան խոսում է եւ ասում է որ սովորեցնում եմ ամեն առավոտ կարողանալ արթնանալ եւ ասել Աստծին վստահում եմ քեզ Բարի Հիսուս վստահում եմ քեզ ինչ որ ուստի թողնա այդ օրը ես քեզ վստահեմ որովհետեւ դու ինձ սիրում ես եւ ինձ միշտ լավակույնը տալիս ես դրա համար որ մեկ որ ինձ կհարցնե եւ ասին 22 տարի որ ես ասա երկի մեջ եմ բայց անգի առաջ ալլա կանայթունես իվեր կրնամսել որ երբ որ մեկը ինձ հարցնե ինչպես ես ես կսեմ միշտ լավ եմ չեմ ասել շատ լավ եմ կսեմ միշտ լավ եմ որովհետեւ բամը չի գա որ Աստված կարող է անել եւ չի անում ինձ համար Աստված իր սերը ցույց է տալիս եւ լավին մեջ է եւ վադին մեջ է եւ այսօր մի շատ կարճ կարտացի անգլերենով էր հիմա այսօր վաղը բանգնեմ կտարկմանեմ եւ YouTube-ի վրա գտնեմ Նագասակի որ երկրորդ պատերազմի վերջավորության ռումբը բան ատոմական ռումբը որ ondեղ բայտեցին ondեղեն մեկը խոսում է ինքը որ վերաբրել է խոսում է իրապես ցնցված է այսօր ամբողջ օրը ցնցված է կարտալով այդ մարդուն ընդունելը ասակամքը եւ իր մեկնաբանությունը ինչ է վիճ Քրիստոնյա է եղել այո չափազանց հետաքրքիր մի բան է խոսք է որ ամբամենցեզի ալլա փոխանցեմ դա երբ որ բանալա թարգմանություն որովհետև հիմա ուրիշին դվել եմ որ թարգմանե վերջի պետք է սրբակրվի ավելի մակրվի ոչ թե բարերը փոխվի այլ հայերենը տեսեք ես հայերեն սովորել եմ 29 տարեկանին ես մանկությանս հայերեն խոսեի քիչ մկարտայի բայց բուն հայերենս ես սովորել եմ 30 տարեկանից այսինքն 50 տարի առաջ կանայություն ես սերնադրված էի եւ երբ որ ես սերնադրվեցի ես ավելի բادرակները անգլերենով գնեի քան թե հայերեն վերջն է որ հայկական ձեզ սովորեցի Արտապետ լսում եմ որ ուղղափառ եկեղեցին ռուս ուղղափառ եկեղեցին շատ է քննադատում կաթոլիկ եկեղեցու կաթողիկ եկեղեցու հենց այն միտքը չարչարանակից լինելու միտքը ինչու ինչն է իրենց այդքան բրդովում այսինքն ես գիտեմ որ դու կարող եք ասել ես ինչ իմանամ ինչն է բրդովում բայց ուզում եմ հասկանամ բայց ինչի հետ այդ ուղղափառ եկեղեցու գաղափարը չի ընդունում ինչն է պատճառը
Աշխարհի մեջ միայն ուղղափառները չէ որ հասա խնդիր ունին շատ շատեր ամեն տեսակ խնդիրներ ունին ինչու որովհետև մեղքը ինչ է եւ մեղքի կավությունը ինչպես պիտի լինի որովհետև շատեր բանին որ մեղքը պետք է բաճվի այդ բադիժի քաղաքն է որ սխալ է Աստված չի բաճեր երբեք չի բաճեր բայց ուրեմն երբ որ բադիժ չէ երբ որ խաչը այլևս ոչ թե որպես բադիժ պիտի ընդունենք այլ սիրո նշան երբ որ կընդունենք ամբողջովին տարբեր մի բան է եւ Հիսուս իր վրա վերցրեց ինչպես ասկի առաջ ասել եմ իր վրա վերցրեց ամբողջ աշխարհի ամեն տեսակ մեղքերը այդ ամեն եւ սա է որ հավիտենականությունը պիտի ընդունենք եւ պիտի ընդունենք այդ բոլոր մարդիկ որ բարի բաներ արել են եւ նրանք ովքեր պատություն արել են այդ ամենը Հիսուս այդ ամենը ապրեց եւ երբ որ ես գիտենամ դա հիմա սա ամբողջ կյանքը կփոխի ինչու կփոխի որովհետեւ եթե ես ասեմ որ ես կարող եմ իմ կյանքը ապրել ուզածից պես ամեն տեսակ ապուշություններ ունեմ եւ կյանքից վերջավորության Աստված իմ ներիր եւ Աստված կներե եւ ես երկինք կերտամ սա քրիստոնյա վայր չէ Մարտերեսան ինչ էր անում Լիզիայի Տերեզան 24 տարեկան ինչ էր անում Տերեզա Ավիլացին ինչ էր անում իրենք աշխատում էին քեշեր եւ ցերեկ ինչի համար որբեսի աշխարհի մեջը բարին շատանա եւ մեղքը բագասի բադությունը բագասի մեղքը բագասի իրենց աշխատանքը դա է եւ դա անելով իրենք գիտեին որ իրենք օգնում են Հիսուսին եւ սա ինչ որ Պողոս ասում է տարբեր մարդիկ տարբեր ծով կարող են այդ ամենը մեկնաբանել բայց սա է եւ մենք հիմա որ հասնում ենք ավասիկ ինչպես ասեցի մեկ շաբաթեն Հիսուսի մահը հարությունը ճարճարանքը պիտի հիշենք ուրեմն մենք որոշում կայացնենք որ ոչ թե ինչ պիտի ուտեմ պիտի չուտեմ ինչ կերա չկերա չէ այլ ինչպես ես կարող եմ ոչ միայն իմ կյանքիս մեջը մեղքը բագասեցնեմ այլ ինչպես ես կարող եմ ուրիշներին օգնել որպեսզի իրենք ավելի լավ կյանք եւ ինչպես պիտի անեմ դա մեկ ցև գա դա էլ սիրել երբ որ գսիրեմ որքան ավելի գսիրեմ այնքան ավելի կարող եմ օգնել եւ այդ օգնությունը ոչ թե կորձերն են այլ հարաբերությունն է Ֆրանսիայի մեջ ես ֆրանսերեն ռադիոն տելևիզիոնը շատ գերդերիմ Ֆրանսիայի մեջ շատ մեծ թվով մոմեդականներ գնացին վերջին 50-60 տարիներին եւ անոնց մեկ մասը հանդիպելով իրենց հարևաններին ովքեր իրենց հետը մարդկային ցևով վերաբերվում են որ ամբողջովին տարբեր է ինչ որ իրենք տեսած են իրենց երկրի մեջը որ մամեդականները իրար հանդեպ ինչպես վարվում են մամեդականները ինչպես վարվում են քրիստոնյաների հանդեպ բայց ահավասիկ քրիստոնյաները իրենց դռները բացում են եւ իրենց ընդունում են սա դեսնելով կուզեմ քեզ պես լինել կուզեմ ունենալ ինչ որ դու ունես սա ամենամեծ բանն է սա նորեն այդ ուրախությունն է այդ նամակը որ գրած եմ անոր մեջը այս ամենը քիչ բարերով խոսում եմ այս ամենին մասին
Շատ քիչ բարերով։ Չեմ գիտեր, եթե բոլորդ կարտացել եք, բայց կարծեմ լավ կլինի, որ հիմա ցեզ մեկը այդ նամակը կարտա։ Բայց մեկը ստանցնի կարտալ այդ նամակը։ Լիլիթ սկրինի վրա գտնես։ Մի րոպե հայրենտուն։ 2 րոպե։ Մինչ ինքը դատնում է, ուրեմն աղադացիների ուղղած նամակին մեջ է Սուրբ Պողոս Պեշավորյանցը նամակի մեջավորությունն է գրում է սակայն կավ լիցի որ ես բարձենամ այլ բանով քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով որով աշխարհը խաչված է ինձ համար ես էլ աշխարհի համար որովհետև Հիսուս Քրիստոսով ոչ տրպատությունն է մի բան եւ ոչ էլ անտրպատությունը այլ նոր արարած լինելը եւ թող խաղաղություն ու ողորմություն լինի բոլոր նրանց վրա որ ապրում են այս կանոնի համաձայն ինչպես նաեւ Աստծո Իսրայելի վրա այսուհետև թող ոչ ոք ինձ նեղություն չի տա որովհետև ես իմ մարմնի մեջ գրում եմ Քրիստոսի չարչարանքները եղբայրներ մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը թող ձեր հոգու հետ լինի ամեն Լիլիթ կդար Այո, մեծնես ով պիտի գարտա ոչ մեկը չունենք սովելի է չէ կարտամ։ գարտա Յուրավոր կաթողիկեներ ամեն կիրակի Սուրբ Պատարագի են գնում։ Եկեղեցու եւ Աստծո օրենքներին իրենց կարողության չափով հետևում են, իսկ իրենց կյանքի մեջ մի դատարկություն են զգում։ Նրանք չունեն այդ Սուրբ Հոգու պտուղը, որի մասին Սուրբ Պողոսը խոսում է քաղատացիներին ուղված իր նամակում։ Հոգու պտուղն այս է սեր, խնդություն, խաղաղություն, համբերություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն, քաղատացիներ 5:22-23 Սրանք պտուղներ չեն, սա մի պտուղ է, որ Սուրբ Հոգին տալիս է մեզ։ Ինչ է, որ պակասում է մեզ, ինչ պետք է անենք, որպեսզի իսկապես կարողանանք ապրել այդ ուրախության կյանքը, որ Աստված ցանկանում է, որ ամեն մարդ ունենա այս կյանքում։ Գաղթ քրիստոնյա լինելով մենք չենք կարող ստանալ այդ պտուղը։ Հովհաննես Պողոս II-ն ասում է. սկզբնական ջերմեռան թռչակումը, որով անձը մեկ օր ստոգորվում է եւ գալիս է որոշման, հավատով ինքն իրեն վստահելու Հիսուս Քրիստոսին։ Սա է հարկավոր մեզ բոլորիս։ Կաթողիկե եկեղեցու մեջ սրան կարևորություն տվող չունենք։ Բողոքականների եւ ավետարանականների մոտ մենք ավելի շատ անձանց ենք հանդիպում, ովքեր առնում են այս քայլը։ Ուրեմն իմ ցանկությունն է ձեզ ներկայացնել մեր կրոնը ոչ թե որպես օրենքների մի գիրք, որ պետք է սովորենք եւ սովորեցնենք, որպեսզի այս ամենին հետևելուց հետո մի օր երկինք գնանք։ Հիսուսին ճանաչելը, Հիսուսին հանդիպելը մեզ կտա հնարավորություն սկզբնական ջերմեռանդ հանդիպման, որի արդյունքը կլինի սիրահարվել Հիսուսին,
ով մեզանից յուրաքանչյուրին վաղուց սիրահարված է և անպայմանական սիրով է մեզ սիրում։ Մեկ անգամ, որ սիրահարվենք, մենք այլևս մեծ հրճվանքով և ուրախությամբ կցանկանանք ավելի և ավելի ուսումնասիրել Աստծո խոսքը, Աստվածաշունչը, մինչև մեր աշխարհական կյանքի վերջին օրը։ Ինչու՞, որովհետև երբ մեկին սիրում ես, ոչ միայն ցանկանում ես ճանաչել, այլ ցանկանում ես աշխատել նրա մասին ամեն մանրուք իմանալ։ Որքան ավելի ճանաչենք, այնքան ավելի կկարողանանք սիրել, ավելի և ավելի կհրճվենք մեր աղոթքներով և եկեղեցու խորհուրդները ավելի լավ կհմտացնենք։ Սա է մեր Կհամտեսենք։ Սա է մեր հանդիպումների իսկական նպատակը։ Հայր Անտոն Թոտոնջյան։ Հիմա այդ բդողին մեջը ամենավերը վերգելես ոնդեղը հոգու բդողն է այս է սեր խնդություն խնդություն բառը կարելի է դարբեր ցեցևով ասել ուրախություն սեր ուրախություն խաղաղություն համբերություն գաղսրություն բարություն հավատարմություն հեզություն ժուժգալություն սա օքեյ կոծե Առաջի սանդուղակը ժուժկալությունն է։ Դո կամեցից մինչև սերն ենք հասնում, չէ, Հայր Անտոն։ ինչպես Առաջի սանդուղակը ժուժկալությունն է։ ամեն ինչը լավ է բայց այսինքն մեկ բդող է որ դարբեր համեր ունի դարբեր ցևեր ունի եւ սա մի բան է որ Սուրբ Հոգին գուտա եւ սա կսերմանվի մեր մեջը եւ Սուրբ Հոգին իր շնորհքով այս ամենը կաճեցնե մեր մեջը եւ սա կլինի կատարյալ բդող եւ որ մենք հետևենք Հիսուսի Հիսուսի սիրուն ամենակարևորը այդ սերն է Հիսուսի սերը որ մենք հասկանանք թե մենք որքան սիրված ենք եւ մեզանից յուրաքանչյուրը որովհետեւ ոչ մեկը չի կարող մեզ ամբողջությամբ սիրել մենք կարծում ենք որ Աստված եւս ինքը իր օրենքները ունի եւ այդ օրենքներն են որ պետք է հետևենք որպեսզի մեզ սիրի ոչ ուրեմն եւ որ կբացատրեմ Աստծո սիրո մասին Հիսուսի սիրո մասին ասեմ որ բոլոր մարդիկ որ ճանաչում ենք ով որ գզել լինի բոլորն էլ գարմիր քիծ ունեն եւ որ մենք այդ գարմիր քիծը անցնենք այլևս իրենց սերը կվերջանա ամուսնության մեջ ասենք հավատարմությունը եթե շնություն կա այդ կարմիր քիծն է չէ կարող է որ ներում լինի բայց սա իրապես մի կարմիր քիծ է որ շատ բան կանտում է բայց ամեն տեսակ հարաբերությունների մեջ ծնողների հետ հարաբերության մեջ ծնողները զավակները ծնողները եղբայրներ քույրեր ամեն կառավարության կողմ ամեն դե կարմիր քիծ կա իսկ Աստծո հետ կարմիր քիծը գա անշուշտ բայց այդ կարմիր քիծը վերջնական է որ է մեր կյանքի վերջին երկվայրկյանը վերջին վայրկյանը այդ ժամանակ է որ կարմիր քիծը կքաշվի այդ վերջին վայրկյանին մենք կընդունենք Աստծո ներումը կամ կմերժենք Երբ որ կընդունենք, Աստծո սերը կշարունակվի, եւ որ մերժենք, ոնե որ մենք ենք որ հեռանում ենք նրա սիրուց։
բայց քանի որ շունչ կա մեր մեջը եւ մենք փոփոխամիտ ենք Աստծո սերը անձայրացիր է մինչև այդ վերջին վարկյանը եւ անգելում հավիտենականություն պիտի լինի կամ սիրո մեջը կամ աստուծուցերու եւ սա մենք ենք որ պիտի որոշենք բայց մենք չէ որ կարող ենք մի բան անել բացի ասել ասում որ աստվածիմ ներիր մեղավոր եմ կանտունիմ կու ներումը ուրեմն ուրբաթ կշարունակեմ խոսիլ Աստվածաշունչի մասին կալ երեքշաբթի օրը նորեն կխոսիմ Հիսուսի ճարտարանքների եւ այդ ամենի մասին բայց եթե կնախընտրեք որ այս նյութը որ հավիտենականության մասին այս մասը ցեզի հաջելի չէ ասեք գրեք կամ զանգեք եւ ասեք եւ շաբաթ ուրիշ բանի մասին կխոսիմ ինչպես որ կուզեք բայց անգե հետո իսկ ուրբաթ այս ուրբաթ չէ հաջորդ ուրբաթը որ ավակ ուրբաթ է դաս չենք ունենալ զատգեն հետո մինչև այդ ժամանակ ցեզի ներկայացնեմ մեր գալիք շաբաթների բանը ծրագիրը օքեյ այսօր եթե հարցումներ ունեք պատրաստ եմ պատասխանելու բացատրություններ կուզեք տամ Հայր Անտոն, ես անցած անգամին հարց տվեցի, մեկի պատասխանը տվեցիք, մյուսը մնաց։ Մկրտության ժամանակ, որ Հովհաննեսին ասում է Տեր Հիսուսը, թե թույլ տուր, որպեսզի կատարվի Աստծո արդարությունը, հա, որքանով գիտեմ այդ ձևեր։ Այդ արդարության մասին ուզում եմ խորությամբ հասկանալ։ Ինչի մասին եմ խոսում Հիսուս Կարծեմ Մատթեոսի մոտ է շատ գիտեմ անիգա չէ հա մկրտության Տեր Հիսուսի այդ ամենը գիտեմ հարցումը ես շատ լավ բանրած եմ սպասեմ որ քեզի կամած պատասխանեմ ինչի մասին է խոսում Հիսուս երբ խոսում է արդարության մասին ինչի արդարություն Հիսուսի խոսած արդարությունը այն է որ Հիսուս ծրագիր ունի Հիսուս ամեն ինչ որ անում է Աստվածաշունչի քրությունների համաձայն է որ անում է ուրեմն Հիսուսի մահվանից հետո արությունը ասվում է ինչպես որ Հիսուս ինչպես որ քիրքը կրում է ինչպես որ քիրքը ասել է Հիսուս ուրեմն իրականացնում է քրքի բոլոր ասածները Հիսուսի ցանկի ամեն մի դրվագը ամեն մի բան մի իրականացում է այդ Աստվածաշունչի մեջ գրվածներին սա ավելավ հասկանալու համար սկերես խոսել եմ սրա մասին նորեն գրտնեմ այն է որ Աստվածաշունչի բոլոր խոսքերը իրար հետ կապված են իրար մեջ կապված են այս ամենը ուրեմն սկիզբը վերջը մեջտեղը այդ ամենը որովհետև հեղինակը մեկ է եւ այդ հեղինակը Աստված ինքն է Սուրբ Հոգին է եւ Աստված ինքն է որ այդպիսի ցևով պատրաստած է որ նույնիսկ քրոները անոնք որ քրի արեցին ներշնչումը իրենք չէին հասկանում ամեն ինչ եւ հետո է որ ավելի իրականանում է ուրեմն երբ որ խոսում ենք Հիսուսի մկրտության մասին ինչն է որ հոն տեղի է ունենում
մարդիկ գալիս էին եւ խոստովանում էին իրենց մեղքերը եւ ճուրի մեջը մգրդում էին։ Ուրեմն Սուրբ Պողոս մեզ բացատրում է այդ ճուրի իմաստը, Սուրբ Պողոս եւ Սուրբ Պետրոս։ Ուրեմն ճուրը միևնույն ժամանակ ցանկի աղբյուր է եւ մահվան։ Մահ պատճառեց այդ եգիպտացիներին, որ հալածում էին, մահ պատճառեց այդ մարդկանց, ովքեր Նոյի ժամանակ ապրում էին, բայց առանց ճուրի կյանք չկա։ Ուրեմն մյուս կողմեն Աստված այդպես արեց, որ հրյա ժողովուրդը 40 տարի այդ կեդին մյուս կողմը լինեն անապատի մեջը փորձության շրջան եւ 40 տարի հետո իրենք պիտի մտնեին ավետյաց երկերը եւ ավետյաց երկերը պիտի մտնեին անցնելով այդ ճուրեն եւ այլևս հավասիկ նորեն մի ուխտ կնկվում էր Աստծո հետ կամ ավելի ճիշտը նորոգում էին իրենց ուխտը Աստծո հետ, որ տեղի ունեցել 40 տարի առաջ Սինայի լեռան վրա, հիմա իրենք դա վերանորոգում են եւ հավասիկ իրենք գտնվում են ուր գտնվում են ավետյաց երկերը, որ Աստված իրենց խոստացավ, բայց Աստված իրենց խոստացավ պայմանով։ Երկրորդ օրենքի գրքի մեջ կարդում եք, որ Մովսես ասում է. «Աստեղ պիտի գնաք դուք, եւ Աստված ձեզ ամեն տեսակ հաջողություն կտա, եթե դուք լինեք հավատարիմ Աստծո այդ ամեն օրենքներին, որ Աստված ձեզ տվեց։ Բայց Աստված ուրիշ մարդիկ է, որ հանում է իրենց երկրեն եւ ցես դալիս է իրենց հողը, որովհետեւ այդ մարդիկը շատ սխալ բաներ արեցին եւ իրենք արժանի չէին այդ հողին, այդ տարածքին, ուր գատը եւ մեղրը հոսում է իրենց հանեց, բայց Աստված ցեզ էլ կհանե, եթե դուք նույն ձևով ապրեք, ինչպես որ իրենք ապրում են հիմա։ Ուրեմն պատմությունը այդ Հեսուի ժամանակեն մինչև Հիսուսի ժամանակը, որ 1200 տարի է, այդ 1200 տարվա մեջը հրյաները շատ վատ կյանք ապրեցին։ Աստված իրենց նորեն եւ նորեն հրավիրեց, որ դառնան այդ ճանապարհեն, բայց չդարձան, ուրեմն աքսորվեցին, աքսորեն ետ եկան եւ հավասիկ նորեն հույները, վեճերոմիացիները իրենց վրա չեշեցին, հարսակեցին այդ ամենը։ Լավ, որովհետեւ իրենք հավատարիմ չէին։ Եթե հավատարիմ լինեին, եւ հիմա ոստեղ մեկ վարյան կենամ եւ ասեմ, որ մենք պատմությունը կարդում ենք եւ տեսնում ենք, որ այս մեծ զորքերը, որ մեծ կայսրությունները, որ մեջտեղ կան եւ իրենք անպայման գաղթեն հрьяաները ինչ պիտի կարողանային անել, բայց Աստվածաշունչին սորվեցած այն է, որ չէ, եթե դուք հավատարիմ լինեիք, ասոն տեղի չէին ծեր դուք խնդիր չեք ունենալ։ Աստված նույնը նաև ասում է մեր ժողովրդին, հայ ժողովրդին այսօր, եթե մեր ժողովուրդը աստվածավախ կյանքով ապրի, եթե մենք կարողանանք մեր սրտերից հանել այդ ապականությունը, որ կա, կորումպացվածությունը, որ կա, ով գուզե իր ընտանիքեն ամբողջությամբ կորումպացվածությունը հանել, ինձ իմիսեք, որ ես մեր 4 կողմը կորումպացվածությամբ լեցված ենք եւ մենք որքան հեռու ենք, որքան որ մենք կարծենք, որ մենք ապրում ենք Աստծո օրենքների համաձայն,
բայց մենք չափազանց հեռու ենք, որտեղ Աստծո օրենքները նաև 5 դակարանի այդ մարգարեների օրով օրենքները մի քանի օրենք բահելը չէ, այլ ամբողջ օրենքը բահելը, որը ամենակարևոր գեդը եղբայրսիրությունը։ Որովհետև Աստծուն կսիրեմ, ես այդպես պիտի ապրեմ, որ ես արդար պիտի լինեմ եղբայրներիս հետ։ Եվ եթե ճշմարիտ արդարություն լինի, կնշանակե, որ երկրի մեջը ոչ մեկը չափազանց հարուստ պիտի չլա։ Հայաստանի մեջը որևէ մեկը, որ 3-4 միլիոն դոլար ունի, սխալ է։ Ոչ միայն Հայաստանի, աշխարհի մեջը։ Բայց մարդիկ չեն ուզել հասկանալ այս ճշմարտությունը։ Հրեաները իրենց մտածելակերպը եւ իրենք չեն հետևիր, իրենց կողմն միլիոնադեր, միլիարդադերները շատ են, բայց իրենք երբ որ ողորմածություն գնան, աղքատին տրամ գտան, իրենք երբեք անունը ողորմածություն չեն դներ, այլ արդարություն։ Որովհետև Աստված սկզբից աշխարհը դվեց բոլորին եւ ոչ թե մեկ մասին։ Եվ ինչ որ երկիրը ունի, կպատկանի բոլորին։ Շիդակ ծևով այդ ամենը պետք է կարողանանք բաժնել, պետք է կարողանանք, բայց բաժնել չի նշանակել, որ հիմա սենք առնենք Հայաստանը եւ առնենք բոլոր տրամները, որ կան Հայաստանի մեջը, եւ տեսնենք քանի հոգի ենք եւ մեր իրարու մեջ բաժնենք։ Չէ, անիկարտարություն չէ, որովհետեւ 6 ամիս չի դեպեր։ Մեկ մասը իդ կսնանկանա, մյուս մասը իդ կհաջողի եւ գարստանա։ Որովհետեւ շատ մարդիկ չեն գիտեր իրենց կյանքը կազմակերպել։ Ուրեմն, ոնդեղ տեսակ խնդիրներ կա, հիմա ես որքան հեռացա քու հարցիդ պատասխան տալուց, վերադառնամ քու հարցիդ։ Ուրեմն Հիսուս գալիս է եւ մտնում է այդ հորտանանը եւ հորտանանի մյուս կողմը անապատն է եւ ինքը մրդվելուց ամիջապես հետո անապատ գնում է։ Ինչ որ հրեաները ուրեմն իր ըրածը հավասիկ իր վրա վերցնելով մարդկանց մեղքերը, ոչ ինքը մեղք ունի, իր վրա վերցնելով մարդկանց մեղքերը, ճուրին մեջ մտնելով ոչ թե ճուրը իրեն մաքրում է, այլ ինքն է, որ այդ ճուրը մաքրում է եւ մկրտության բոլոր ճուրերը մաքրում է իր այդ ճուրին մեջ մտնելով եւ մյուս կողմ երտա անապատ, որովհետեւ ոնդերը ինչ որ 40 տարի հրեաները ցախողեցին այդ 3 կարևոր փորձություններին մեջը, Հիսուս սատանայից այդ 3 փորձությունները ունենում է եւ Հիսուս խոսում է Աստվածաշունչի մեջը այդ 3 պատասխանները, որ պետք էին տալ հրեաները եւ չդվին, ինքը դվեց եւ ուրեմն արդարությունը որ տեղի է ունենում այն է որ Աստված բանջում է որ Հիսուս այդ փորձություններից անցնի եւ հաղթական ձևով անցնի։ Հովհաննես Մկրտիչը չհասկացավ Հիսուսին խոսքերը, բայց օքեյ, այդպես գույն այդպես ալքնի, բայց Հիսուսը ինքը գիտեր ինչ էր անում։ Սա է Հիսուսին արդարությունը, որ պետք է անի արդարություն, ուրեմն ամբողջ հրեական պատմության հետ կապված մի վարքյան է։ Դեսեք որքան գեղեցիկ Աստվածաշունչը, երբ որ շիտակ ծով հասկանաս։ Հիանալի մի բան է։ Այո, շնորհակալություն Հայր Անտոն։ Okay, ուրիշ հարց կա։ Արդեն 3 հոգի տողեցին մեզ։
մենք ալ բարի գիշերս ենք, ասված մեզ բոլորի հետ, ասված օրհնեցես, բարի գիշեր, Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Մերսի շատ բարի գիշեր։ բարի գիշեր։